Star News-ը մեկ հոլովակում ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները։ Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը երեկ իր ինստագրամյան էջում ցավալի լուր է հայտնել։ Նա խոսել է այն մասին, որ կյանքից անժամանակ հեռացել է իր եղբայրը Վալերի Շահնազարյանը։ Դերասանուհին հուզիչ գրառմամբ դիմել է հարազատներին, ընկերներին և բոլոր ճանաչողներին, տեղեկացնելով ցավալի կորստի մասին։ Նա գրել էր. «Սիրելի բարեկամներ, ընկերներ և հարազատներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ կյանքից անժամանակ հեռացել է եղբայրս Վալերի Շահնազարյանը»։ Ագնեսա Շահնազարյանը նաև հայտնել է հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին ժամը 17:00-ից 20:00 Ռոտոնդա սրահում, Էրեբունի վարչական շրջան, Դավիթ Բեկի փողոց 83/12։ Հուղարկավորությունը կկայանա հունիսի 16-ին նույն վայրից ժամը 11:00-ից 13:00։ Star News-ը ցավակցում է դերասանուհու ընտանիքին։ ԱՄՆ-ում հերթական հավաքույթն է տեղի ունեցել, որին մասնակցել են Արփիկ Գաբրելյանը, Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանն ու Մոսո Կարապետյանը։ Դերասանների ընկերությունը սկսվել է դեռ Ֆուլ Հաուսի նկարահանումից և տևում է արդեն տարիներ շարունակ։ Արփիկ Գաբրելյանը նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ այն ընկերներն, ովքեր Ֆուլ Հաուսից են, պակասում էին այս երեկոյի ընթացքում։ Դերասանները նաև մի քանի տեսանյութեր են հրապարակել երեխաների մասնակցությամբ, որտեղ Միհրանի և Արփիի որդին է Մոսո Կարապետյանի որդու հետ։ Ինչպես երևում է, դերասանները բավականին ուրախ ու լավ ժամանց են անցկացրել, իսկ Star News-ն առաջարկում է դիտել տեսանյութերից մի քանիսը։ Մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը վերջին օրերի ընթացքում բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա պարբերաբար ներկայացնում է տարբեր տեսանյութեր ու լուսանկարներ, պատմելով իր ընտանեկան ճամփորդության մասին։ Լուսինեն ընտանիքի հետ այցելել է նաև այն քաղաք ու այն համալսարան, որտեղ տարիներ առաջ ուսանել է իր ամուսինը։ Հայրիկի համալսարանի բակում երեխաները բավականին ջերմ էմոցիաներ են ապրել։ Լուսինեն էլ պատմել է այն մասին, որ իրենք շուտով կգնեն նաև համալսարանի շապիկներից։ Առաջարկում ենք դիտել ընտանիքի նոր տեսանյութն առանց մեկնաբանության։ Լուսինեն նաև պատմել է այն մասին, որ քաղաքը շատ գեղեցիկ է և իրենց ճամփորդությունը ջերմ հուշերով լի է անցնում։ Եկել ենք Շարլոտսվիլ, որտեղ գտնվում է Վիրջինիա համալսարանը, որտեղ սովորել է հայրը նրանց եւ ունի մի ամբողջ պատմություն, հուշեր, միշտ պատմում է հիմա էլ երեխաներին։ Ուրախ ես, որ համալսարանում քաղաքում ես հայտնվել։ Լավ հասկացա, բայց իսկապես մի ամբողջ քաղաք է այստեղ։ Հիմա գնում ենք շապիկներ առնենք Վիրջինիա համալսարանի։ Դերասան և հումորիստ Վաչե Թովմասյանը ևս այս օրերին իր ճամփորդության և հանգստի փուլում է։ Վաչեն նոր տեսանյութ է հրապարակել իր խաղընկերոջ և լեգենդար դերասան Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ։ Դերասանների համատեղ հոլովակն իհարկե բավականին ջերմ ու զվարճալի է ստացվել։ Star News-ն առանձնացրել է տեսանյութերը, առաջարկում ենք ձեզ դիտել դրանք առանց մեկնաբանության։ Հենց ոնց է կադրում կալբասը, ոչ անցավ բդել։ Մետ գինու շտեմարանը տուել են։ Ժոգիր մսյե, ծերա մսյե ապը։ Միասա սենց ալում ծերա մսյուն ապը։ Դրա համար են ասում ծերամիսում, ինչով սարկման ծերանում
Դերասան Դավիթ Աղաջանյանը վերջին շրջանում առավել հաճախ է իր դստեր մասնակցությամբ տարբեր հրապարակումներով հանդես գալիս։ Վերջինը քիչ առաջ էր։ Նա ֆոտոշարք է հրապարակել ու գրել հետևյալը. «Մի փոքրիկ ձեռք և մի ամբողջ աշխարհ», լուսանկարին կից գրել էր Դավիթ Աղաջանյանը։ Իսկ մենք հավելենք, որ երկրպագուները բավականին շատ են սիրում Կարինայի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրանք մեծ արձագանք են գտնում համացանցում։ Star News-ն առանձնացրել է լուսանկարները և ձեզ առաջարկում է ձեզ դիտել առանց մեկնաբանության։ Օրերս դերասան Վաչե Երիցյանն իր դերասան ընկերների ուղեկցությամբ այցելել էր Կապան, որտեղ էլ խնդիր էր առաջացել իր մեքենայի լիցքավորման հետ կապված։ Նա այդ մասին խոսել էր իր սոցիալական էջերում, իսկ այժմ պատասխանում է հետևորդների հարցերին և մեկնաբանում, թե իրականում ինչ էր պատահել։ Star News-ն առաջարկում է լսել դերասանին։ Բարի օր բոլորին։ Երեկվա ստորիների հետ կապված ուզում եմ ասել, որ քանի որ հարցերը շատ էին, թե ինչից էր խնդիրը, մեքենայից թե լիցքավորիչներից, ուզում եմ պատասխանել, որ խնդիրը միայն ու միայն լիցքավորիչներն էին, իսկ մեքենան նորմալ աշխատում էր։ Եվ ես բազմաթիվ փորձեր ունեցել եմ շրջելու ամբողջ Հայաստանով, երբեք նման խնդրի չեմ առնչվել։ Ընդհանրապես շատ լավ կլիներ, որ Երևանից դուրս մարզերում շատ լինեին էլեկտրական կայանները, իսկ որոնք էլ որ կային, գոնե աշխատեին, այլ ոչ թե 4 հատից աշխատեր միայն մեկը։ Եվ խնդիրը միայն դա էր։ Գաղտնիք չէ, որ դերասանուհի և բլոգեր Լիանա Վանոյանը ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ էլ պարբերաբար ստորիզ բաժնում պատմում է իր անցկացրած օրվա աշխատանքային նորությունների, ինչպես նաև տարբեր անհանգստությունների մասին։ Լիանան այս անգամ պատմել է հետընտրական շրջանի և իրեն անհանգստացնող մի շարք թեմաների մասին, այն մասին, որ այս պահին կան շատ անհանգստացնող հարցեր, սակայն Լիանան խուսափում է այդ մասին խոսել։ Star News-ն առաջարկում է լսել դերասանուհու խոսքն առանց մեկնաբանության։ Ահավոր գլխացավն եմ, ահավոր ուժեղ։ Մտածում եմ, էլի ասում եմ, լիքը հարցեր կան, որոնց մասին ուզում եմ խոսել, բայց եթե սկսեմ խոսել այն բոլոր մտահոգող հարցերի մասին, որոնք ասենց տանջում են օրվա ընթացքում, ինձ էջս դառնալու է խմբակցություն, կուսակցություն, չգիտեմ, ֆրակցիա է դառնալու։ Բայց նաև որ լռեմ ու պոչը բռնեմ անտարբերության, ինձ է մեղավոր զգալու։ Բայց սա անհնար վատ բան է, անհնար վատ բան է կատարվում։ Ես ինքս ինձ հաոք եմ խոսալով թիրախավորում եմ։ Հետո մտածում եմ, որ լավ, շահեկան են այն մարդիկ, ովքեր կարծիք չեն հայտնում։ Հետո ասում եմ, լավ, օքեյ, իրենք չեն խոսում։ Ես չեմ ուզում լինել այդ անտարբերության շղթայի շարունակողը։ Շատ սիրելի հետևորդներ, ես չգիտեմ, դուք իսկապես զգում եք մենք ինչի մեջ ենք։ Ես պեսիմիստ մարդ չեմ, աշխարհի ամենալավատես մտքեր ունեցող երևի մարդկանցից մեկն եմ, բայց ակնառու է, որ մենք ես չգիտեմ ուր ենք գնալու։ Ես ամենը սրտխառնոց է առաջացնում, ես չգիտեմ ինչա լինելու, լավ, ինչ անենք։